Միացյալ Նահանգները հրապարակել է իր ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը, որը կառուցված է մի շատ պարզ տրամաբանության վրա։ Վաշինգտոնն այլևս չի պատրաստվում նույն ծավալով կրել գլոբալ անվտանգության ծախսերը, եթե մյուսները չեն կիսում պատասխանատվությունը։ Փաստաթուղթն առաջնային է դարձնում Միացյալ Նահանգների պաշտպանությունը հակահրթիռային, դրոնային նոր ճարտարապետությամբ, կիբեր դիմադրողունակությամբ եւ միջուկային զսպմամբ։ Գլխավոր մրցակիցը Չինաստանն է, Հնդկախաղաղօվկիանոսում, իսկ Եվրոպայում Ռուսաստանի զսպման հիմնական բեռը տեղափոխվում է հենց եվրոպացիների վրա։ Այսինքն Միացյալ Նահանգների մասնակցությունը լինելու է ավելի գործարքային, քիչ խոստում, շատ պայման եւ աջակցություն միայն այնտեղ, որտեղ կա չափելի փոխադարձ շահ։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Եթե մենք ուզում ենք, որ Վաշինգտոնում Հայաստանը դիտվի ոչ թե որպես խնդիր, այլ որպես լուծում, պետք է Միացյալ Նահանգների հետ մեր վերջին համաձայնությունները դարձնենք կոնկրետ արդյունք։ 2025 թվականի հունվարի 14-ի Միացյալ Նահանգներ-Հայաստան ռազմավարական գործընկերության կանոնադրությունը մեզ տվել է շրջանակ ինստիտուցիոնալ համագործակցության համար, իսկ 2026 թվականի հունվարի 13-ի տրիպի իրականացման շրջանակը արդեն տալիս է շահերի լեզու՝ կապակցվածություն, անվտանգություն, ներդրում, տարածաշրջանային կայունություն։ Այս ռազմավարության պայմաններում Միացյալ Նահանգներից անվերջ աջակցություն սպասելու ժամանակներն անցյալում են։ Ժամանակն է ցույց տալու, որ Հայաստանն ինքն է ուժեղացնում իր պաշտպանությունը, կառուցում է դիմադրողունակ պետություն եւ Միացյալ Նահանգների հետ գործարքը դարձնում է փոխշահավետ, իրական նախագծերով, արդյունաբերությամբ ու տեխնոլոգիայով։ Միացյալ Նահանգները հիմա գնահատում է ոչ թե խոստումները, այլ պատասխանատվություն վերցնելու քաղաքական կամքն ու չափելի արդյունք ապահովելու կարողությունը։